Հիմա իմ այցի, օրինակ ես այսօր որ մտածում եի, որ օրինակ ավելի գլխավոր համատեքստը որը պետք է լինի։ Մենք պետք է այն վերջին կետի մասին։ Մենք պետք է արձանագրենք մի բան, որ մեր համաձայնությունը ինչի շուրջ պետք է լինի։ Հայաստանը սպառնալիք չի Թուրքիայի համար, Թուրքիան սպառնալիք չի Հայաստանի համար, բայց ոնց դա ձևակերպել։ Դրա համար էլ հեշտ չի։ Եվ ես դրա համար էր, որ ես ինչի համար ասացի, օրինակ, ինչն էր ինձ դրդում, որ ես ասեի, որ Արևմտյան Հայաստանը Արմավիրի մարզն է։ Արաքսից այն կողմ Հայաստան չկա։ Արաքսից այն կողմ Թուրքիան է։ Որպեսզի ես ցույց տամ, որ Հայաստանը եւ դա մեր ռազմավարական պատկերացումն է եւ այսօր մարզից մարզ ես գնում եմ գյուղից գյուղ իրական Հայաստանի գաղափարախոսությունն եմ ներկայացնում, որ ժողովուրդ ջան, հերիք է մենք հայրենիք փնտրենք, մենք հայրենիքը մեր գտել ենք եւ մեր հայրենիքը այս դեղին Հայաստանի Հանրապետությունն է։ Ստեղից դուրս Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հայրենիք չունեն, ինչը ձեզ չի արգելում, որ հիմա Ստամբուլը ձեր հայրենիքն է, չէ՞ նաեւ։ Բայց դա դուք Թուրքիայի քաղաքացի եք։ Դրանով է ձեր հայրենիքը եւ դա նորմալ է եւ այս մենք պետքա տարբերենք, այս նրբությունները պետքա տարբերենք եւ այս նրբությունները չտարբերելու արդյունքում է, որ մենք անդադ վրայերթի ենք ենթարկվում, բայց ես դա ձեզ չեմ ասում, ես դա ինձ եմ ասում, որովհետեւ այս ինչ որ ասում եմ Ես օրինակ ես նույն ընկալումը չեմ ունեցել 2018 թվին, 19 թվին, 20 թվին, թակարակ ես ընկալում եմ ունեցել, հա, որտեղ Երուսաղեմ խնդիր կա, մենք պետք է գնանք այդ բանում Սևրում խնդիր կա, մենք Մխիթարյան միաբանությունը, մենք իհարկե Ուրուգվայում մենք, կներեք ժողովուրդ ջան։ Հայաստանի բյուջեն, ասենք որ այդքան ուզենանք Ուրուգվայի հարցերով զբաղվենք, կարող է Հայաստանի բյուջեն մենակ ավիատոմսերի համար չհերիքի։ Մենք ոնց ենք Ուրուգվայի հայության հարցերով զբաղվելու։ Ուրուգվայի հայությունը փառքած Ուրուգվայի պետությունը, Թուրքիայի պետությունը, Իրանի Իսլամական Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, էսա մոտեցումը եւ ճիշտը դա է։ Եվ ես խնդրում եմ, որ եկեք այդ տրամաբանությամբ նայենք։ Ուզում են, մենք էլ ենք ուզում։ Ուզում են անցնեն, ուզում են կապուղի ունենան, մենք էլ ենք ուզում, որովհետև դա նաև մեր անվտանգության եւ զարգացման գործոնն է։